Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ Վլադիմիր Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված կեղծ բարերարներից եւ նրանց ոչխարի սուրուի հետևից անիմաստ տեղը բռացող այդ ֆերմայի մասին։ Ժողովուրդ ջան, կոչ եմ անում ձեզ, սիրելի հայրենակիցներ, լինել զգոն, քանի որ ոչ թե միայն նախընտրական process է Հայաստանում, այլ պատերազմական կարելի ասել կարգավիճական ներսի թուրքի հետ ենք պայքարելու, դա ամենաանդառնալին է, այն ինչի մեջով որ մենք անցել ենք, կարելի ասել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասացնել, ժողովուրդ, բերեք անկախ ամեն ինչից, ձեզ սպիտակավորեն որպես ռսամետ, ռսահպատակ, հայրենիքը խեղաթուրող, ապականող, իշխանությունը ոտնատակ տալու process կոսպեկտավորող, բայց process-ի ոչ մի արդյունքի չհասնող ռուսամետ մի հատ ամենա թափուր տեղում հայտնված թափումներ եք դուք։ Ես ձեզ կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, Հայաստանի Հանրապետության ազատությունն ու անկախությունը չվաճառեք շալվարով։ Սիրելի անշալվար ներքին թուրքեր կարելի ասել, թուրքը փառքա, ներքին ռսամետ թուրքեր, Պուտինի բարձր հովանի ներքո ծառայած կեղծ բարերարների վեցնոսներ, Հայաստանի Հանրապետության ազատությունը, անկախությունը, խաղաղությունը, ազատ խոսքի իրավունքը դուք իրավունք չունեք ոտնահարեք մի շալվարով։ Հայաստանի Հանրապետությունում եթե կա հասարակության մի հատ անգրավգետ շերտ խավ ստորին խավ, ես այդ բոլորին, ովքեր ում ոռը որ բաց է, ով որ ունի շալվարի կարիք, ես կոչ եմ անում այդ բոլորին գան Արագածոտ մարզ, Գյուղօշական, Մաշտոցի փողոց, 14 շենք, 17 բնակարան, ես բոլորիդ կապահովեմ շալվարով, բայց ձեզ բոլորիդ կոչ եմ անում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության դարեր իվեր տառապանքի մեջով անցած ժողովրդի ներկայիս պահին ձեռք բերած խաղաղությունը աշխատեք, մի շալվարով չվաճառեք, որովհետև մի շալվարով գարուն չի գա, այդ ամեն ինչը հաստատ իմացած եղեք, ես ձեզ կարամ շալվարով էլ ապահովեմ, ես ձեզ կարամ շալվարի մեջինով էլ ապահովեմ, բայց ձեր բոլորին կոչ եմ անում, Հայաստանի Հանրապետության, պետականության, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության, ժողովրդի կայուն կարգավիճակը մի խեղաթուրեք մի շալվարով, դա ուղղակիորեն խայտառակություն է, դուք նույն ձև վարվում եք ձեր ընտանիքների հետ, ձեր երեխեքի հետ, ձեր ազգակիցների հետ եւ ինքներդ ձեր կյանքի հետ, Հայաստանի Հանրապետությունում փաստորեն Սամվել Կարապետյանի հորթի որդիով, մորթիով այդ որդին, որ գալիս էր Հայաստանի Հանրապետություն բավարարել բազմահազարանոց կանանց, 100%-ը ես այն օր հասկացա, նա գալիս էր բավարարել իր հոր թիմակիցներին, իր հորը սատար կանյողներին, ովքեր անշալվար էին, ես դա հասկացա, ձեզ թող բավարարի, ձեզ թող շալվար առնի, թող ձեզ 20,000 դրամով ասի բոմժ, տանի վերև ներքև անի լցնի մալացյաները, ամեն ձևի թող ձեզ օգնի, բայց աշխատեք, ձեր շահը չխառնեք Հայաստանի Հանրապետության շահի ու մահի հետ, դուք ինքներդ Հայաստանի Հանրապետությունում ոտնահարված, արհամարված, անտեսված, անփույթ, անմակարդակ, Հայաստանի Հանրապետությունն ապականող, խեղաթուրող մի հատ հատված եք, որը ոչ հայրենասիրություն ունի, ոչ հայրենասիրություն ասված բառի բովանդակությունն է, հասկանում, ոչ հասկանում է ինքը հայ է, ոչ հասկանում է ինքը ռսամետ ինչ որ Պուտինաբանական ինստիտուտի տակի սավանա, ոչ հասկանում է ինքը ընդհանրապես ինչ է եւ ինչից է ի հայտ եկել,
ինչից է գոյացել ինքը։ Չկա նման բան ձեր տեսակի մեջ այդ ռեսուրսները ամբողջ ինչը որ թվարկվում է, դրանք մահացած ռեսուրսներ են ձեր մոտ չկա անուն, պատիվ, ընտանիք, նամուս, թասիբ։ Ձեր մոտ կա հանվել, բավարարվել Սամվել Կարապետյանի բարձր հովանի ներքո տեղի ունեցած իր կրտած գործերի ինստիտուտում, ձեր մոտ գոյացել է մի հատ խավ, որ կարելի է շտաբներում հավաքվել ու գումար վաստակել, ես երկար ժամանակ լռեցի, ձեն չանեցի, բայց որ տենում եմ ինչ է կատարվում, արդեն իսկ այստեղս հասած սկսել եմ խոսալ բառից բուն իմաստով, մեր հարգանքի հողի վրա ձեր հանդեպ լռելը, պաստորեն, բերում է ձեր մոտ արտոնություն, լեզվի երկարացում, ձեռների ազատություն, շալվար հագնելու պրոցես, երկիրը խեղաթյուրելու պրոցես, ոչ, ես ձեզ կոչ եմ անում, հարգեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը 18 թվի հեղափոխությունից մինչև առեսօր պատերազմական կարգավիճակում կիսակայում ավիրված վիճակից դարձել է կիսակայում վիճակ։ Հայաստանի Հանրապետության ազատությունը, Հայաստանի Հանրապետության ազատ խոսքի իրավունքը ոչ թե կերտել այս իշխանությունը, այլ կերտել է Հայաստանի Հանրապետության այս հատվածը անաղիկ պաշտպանված, ապահովագրված, պահել է Հայաստանի Հանրապետության զինվորը, որը այսօր խաղաղությամբ ննջում է եռաբլուրում, հարգեք Հայաստանի Հանրապետության զոհված տղերքին ու իմացեք, Հայաստանի Հանրապետության ապագան, ներկան, անցյալը կերտել է Հայաստանի Հանրապետության զինվորը եւ հետո նոր իշխանությունը ու դուք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից Հայաստանի Հանրապետության սահմանը անաղիկ պահելու պրոցեսներից զուրկ մնացածներ, պահկվածներ, դուք իրավունք չունեք իմ 18 տարեկան երեխեքի այրյան գնով ազատագրած Հայաստանը մի շալվարով վաճառեք, եթե դուք ձեր ոռը փագում եք, ձեր բաց ոռը փագում եք Սամվել Կարապետյանի 100,000 դրամներով, ձեր բաց ոռը փագում եք իմ զինվորի ազատագրած հողի հաշվին, չարաչար սխալվում եք, Հայաստանի Հանրապետությունը հարյուրավոր զինվորների է կորցրել, որ այսօր մնացել է մինչև առեսօր Հայաստանի Հանրապետություն, հպարտ Հայաստանի Հանրապետություն, ինչով է հպարտ Հայաստանի Հանրապետությունը, ձեր բարերար Սամվել Կարապետյանի անտեսած Հայաստանում Հայաստանի Հանրապետության հազարավոր զինվորներ կռվել են բայրակթարների, ֆոսֆորների, չգիտեմ, անօթաչուների դեմ, ընդամենը եղանով, ընդամենը որսորդական հրացանով ու Հայաստանի Հանրապետություն թուրքներ չի խուժե, Հայաստանի Հանրապետությունը անաղիկ ապայել հայ զինվորը, խորհուրդ կտամ հարգեք հայ զինվորների հիշատակը ու հասկանաք, եթե Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության բնակիչը 18 տարեկան իր կյանքը խորտակելով պահեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ու դուք այդ ժամանակ ոչ մի ներդրում հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես ու ֆինանսապես չունեցաք, խորհուրդ կտամ զեղծ մնաք Հայաստանի Հանրապետությունը որբաց շներ, մի շալվարով ծախելու Հայաստանի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ազատությունը կերտել է 44 օրյա անդառնալի պատերազմի զոհված հայ զինվորը, հարգեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար մարմնավաճառի հետև չի, որ 20,000 դրամանոց շալվարով Սամվել Կարապետյանի սաստավի առաջ բացում եք ձեր կեղտոտ կամագը, հարգեք Հայաստանի Հանրապետությունը, անկախ ամեն ինչից, քանի որ Հայաստանի Հանրապետության խորտակման, ավիրման, շենացման ու ոչ մի պրոցեսի մեջ հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես դուք ներդրում չեք ունեցել, ուրեմն բարի եղեք այս զինվորի այրյան գնով փրկած Հայաստանը խորտակելու պրոցես մի կերտեք ու ներդրում մի կատարեք այդտեղ Հայաստանի Հանրապետությունը ձեր համար դու բան չի, որ գաք ոռներդ բացեք 20,000 դրամանոց շալվար քաշեք վրներդ ու վաճառեք այս երկիրը, զեղծ մնացեք Հայաստանի Հանրապետությունը խեղաթյուրելուց, խայտառակելուց, բոլորդ ձեր բոլորին կոչ եմ անում ու պարտադրում եմ կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ, լավ իմացեք ու գիտակցեք,
այսքանը ձեզ Հայաստանի Հանրապետությունը չսարքեք մարմնավաճառների կայանատեղի եւ մի հատ 20,000 դրամանոց շալվարով չվաճառեք Հայաստանի Հանրապետության ազատությունը, ազատագրված հատվածները եւ ինքնիշխանությունը բացարձակապես չխեղաթուրեք բոլորիդ զգուշացնում եմ ու կոչ եմ անում անկախ ամեն ինչից շուն ըլնեք թե գեն ըլնեք միստ ուտելուց ոսկորը չենք ցմ ձեր մեջ մի քիչ հայրենասիրություն ունեցեք եթե շալվարի կարիք ունեք ես ինքս բոլորիդ շալվարով կապահովեմ ընտրություններից հետո որ Չասեք Ավագյանը ընտրակաշառք կա բաժանում հենց հիմա ինձ Ամերիկայից սպասիլկային ուղարկե հաստատ մեջը 100 հատ շալվար կլինի կգաք կտանեք բայց իմ Հայաստանի Հանրապետությունը արք ու վաճառքի բազա չսարքեք ձեր համար ձեր բաց ворը թակ ворը չբացեք Սամվել Կարապետյանի առաջ ու չխեղաթուրեք իմ Հայաստանը իմ Հայաստանն իմ համար ապահովագրել է հարյուրավոր սքասաշաղաղ ընտանիքների 18 տարեկան երեխեք հարյուրավոր ու հազարավոր հարգեք ու խոնարհվեք Հայաստանի Հանրապետության ցանկացած մի փոքրիկ ու մեծ ու ամեն մի մանրուքի վրա որովհետև դա ազատագրել են 18 տարեկան անմեղ երեխեք որ մեր նման անարժանների համար խառնվեցին սև հողին ու մեր կողմից էլ չգնահատվեցին այդ երեխեքը ձեր նմանների կողմից չգնահատվեցին ի տարբերություն ձեզ իմ կողմից շատ են գնահատվել ու դեռ շատ էլ կգնահատվեն ու ես պարտավոր եմ ու քանի կամ պետք է խոնարհվեմ այդ երեխեքի ու այդ երեխեքի ընտանիքների առաջ Հայաստանի Հանրապետությունը ձեր համար այն մութուլուս տարիների դուբան չի որ ձեզ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանները տանում են մարմնավաճառության այդ երկիրը չի աշխատեք չխեղաթուրեք ու չխայտարակեք Հայաստանի Հանրապետությունը հերիք եղավ բոլ եղավ